Դուք այստեղ նկարագրում եք այն, ինչ հաճախ անվանում են եզրակացությունից դեպի փաստեր, մտածողություն, ոչ թե փաստերից դեպի եզրակացություն, մտածողություն։ Այսինքն, ձեր նկարագրած մարդկանց դեպքում գործընթացը ըստ ձեզ այսպիսին է. Յան. Նախապես ձևավորվում է աշխարհայացքային սխեման կամ մեծ պատկերը։ Kark. Այդ սխեման սովորաբար կառուցվում է ինտուիցիայի, վախերի, կասկածների, նախապաշարմունքների կամ էմոցիոնալ արձագանքների վրա։ Տրիչ, իսկ հետո արդեն ցանկացած փաստ մեկնաբանվում կամ տեղավորվում է այդ նախապես պատրաստված համակարգի մեջ։ Այդ պատճառով էլ ձեր կարծիքով նրանց համակարգը դառնում է գրեթե ինքնափակ։ Եթե փաստը համապատասխանում է տեսությանը, դա ապացույց է, եթե չի համապատասխանում, դա բացառություն է դրա։ Եթե չափազանց շատ հակասություններ կան, ստեղծվում է նոր ենթադրություն կամ նոր բացատրություն։ Եվ դուք հենց սա եք համարում հիմնական խնդիրը։ Ոչ թե պարզապես սխալ եզրակացությունները, այլ այն, որ մեթոդաբանությունն ինքնին, ըստ ձեզ, հակադարձ է նորմալ քննադատական մտածողությանը։ Ձեր բերած օրինակը արիականության մասին նույնպես հենց այդ տրամաբանությունն է ցույց տալիս։ Եթե հրեան ունի իրենց կողմից բարձր համարվող արտաքին հատկանիշներ, ասում են բացառություն է։ Եթե արիացին չունի այդ հատկանիշները, կրկին բացառություն է։ Այսինքն, համակարգը չի փոխվում նույնիսկ հակասող օրինակների դեպքում, որովհետև բացառությունների գաղափարը դառնում է պաշտպանական մեխանիզմ տեսությունը պահպանելու համար։